Խնդիրն ամենևին Ռուսաստանից եկող սպառնալիքները չեն, խնդիրը նրա հայաստանյան դաշնակիցներն են, այն քաղաքական շրջանակները, որոնք մեր անկախության մասին խոսելիս իրականում պաշտպանում են այլ երկրի ազդեցությունը Հայաստանում։ Ռուսամետությունն այսօր այլևս ճաշակի կամ կողմնորոշման հարց չէ, ռուսամետությունը հայկական պետականությանը սպառնացող գործոն է, որովհետև Պուտինի կառուցած համակարգի խորքային տրամաբանությունը սա է, հետխորհրդային պետությունների անկախությունը նրա համար վերջնական արժեք չէ, այլ պայմանական մի կարգավիճակ, որը գործում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք մնում են Մոսկվայի ազդեցության սահմաններում։ Իսկ որտեղ դու ազդեցության գոտի ես, այնտեղ քո սահմանը, քո բանակը, քո արտաքին հարաբերությունները, նույնիսկ քո խոսքը դառնում են ուրիշի առևտրի առարկա։ Այդ պատճառով դաշնակցային հարաբերություն, անվտանգություն, պատմական կապ բառերն ինքնին արժեք չունեն։ Ամեն ինչ չափվում է գործով։ Ով է հարգում քո ինքնիշխան որոշումը, ով է ընդունում, որ դու իրավունք ունես ընտրել Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Հնդկաստան կամ ցանկացած այլ գործընկեր առանց սպառնալիքի եւ շանտաժի։ Եթե այդ հարգանքը չկա, դա դաշնակցային հարաբերություն չէ, դա վասալություն է։ Եզրակացությունը խորքում սա է. այսօր ռուսամետ լինելն այլևս կարծիք չէ, այլ դիրքավորում Հայաստանի սուբյեկտայնության դեմ, որովհետև ռուսամետը ենթադրում է, որ Հայաստանի ընտրության սահմանը որոշվում է ոչ թե մեր շահերով ու մեր ժողովրդով, այլ Մոսկվայի թելադրած շրջանակով, իսկ երբ քո ընտրությունը կախված է ուրիշի թույլտվությունից, դա անկախություն չէ, դա պայմանականություն է, իսկ անկախ պետությունը թույլտվություն չի հարցնում, անկախ պետությունը որոշում է, մնացածը լեզվական մանիպուլյացիա է, ճնշումը ներկայացնել որպես անվտանգություն, իսկ վասալային կախվածությունը որպես պատմական ավանդույթ։